Չինաստանն ինչու է զինում Ադրբեջանին։ Լաչինում Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների և Պակիստանի վարչապետի հանդիպումից 10 օր անց տեղի է ունեցել Իլհամ Ալիև-Շահբազ Շարիֆ հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր, այդ թվում ռազմապաշտպանական ոլորտում համագործակցության առկա իրավիճակից և զարգացման հեռանկարների շուրջ պատկերացումների ընդհանրություններից։ Ալիև-Շահբազ հեռախոսազրույցից մեկ օր անց Բաքվի իշխանամերձ մամուլը հղում անելով պակիստանյան աղբյուրներին հայտնել է, որ Իսլամաբադը և Պեկինը համաձայնության են եկել տարածաշրջանի համար չափազանց կարևորություն ներկայացնող մի հարցում։ Չինաստանը ծրագրում է Պակիստանին վաճառել մի քանի տասնյակ J-35 հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչներ։ Ըստ Բաքվի մամուլի, այդ գործարքը հնարավորություն կտա, որպեսզի Պակիստանը կատարի Ադրբեջանի հետ կնքված համաձայնագիր և մոտ 40 միավոր J-17 կործանիչներ առաքի։ Այդ կարգի ռազմական օդանավի մեկ միավորն արժե 30-ից 35 միլիոն $։ Հաշվի առնելով նաև հրթիռների և այլ սպառազինությունների գինը, օդաչուների նախապատրաստման և կործանիչների տեխնիկական սպասարկման ծախսերը Բաքուն այդ գործարքի համար ընդհանուր առմամբ կվճարի արդեն իսկ և վճարել է $2.5 միլիարդ։ Ադրբեջան-պակիստանյան ռազմավարական գործարքի թիկունքում այսպիսով կանգնած է Չինաստանը, ոչ միայն այն պատճառով, որ Պակիստանը չինական գերժամանակակից կործանիչների դիմաց է Ադրբեջանին մատակարարումներ անում, այլ նրա համար, որ J-17 ռազմական օդանավը փաստացի չինական է։ Պակիստանում այդ ընդամենը հավաքվում է, և Ադրբեջանի ու Պակիստանի միջև նման որակի և ծավալի ռազմական համագործակցություն չէր ձևավորվի, եթե չլիներ Չինաստանի համաձայնությունը։ Այս առումով արժե հիշել նաև համազգային կրակի բելառուսական Պոլոնեզ ռեակտիվ կայքերի հետ կապված պատմությունը, երբ հայտնի դարձավ, որ Բելառուսը Բաքվին միայն արձակման կայքեր է վաճառել, իսկ հրթիռներն Ադրբեջանն ստացել է Չինաստանից, քանի որ Բելառուսը հրթիռների սեփական արտադրություն չունի։ 44-օրյա պատերազմում Ադրբեջանը ռազմաճակատի բոլոր ուղղություններում և խաղաղ բնակավայրերի դեմ Պոլոնեզ կայքերն օգտագործել է ամբողջ ծավալով և հեռահարության խորքով։ Ադրբեջանական աղբյուրների վկայությամբ Իլհամ Ալիևը ռազմաօդային ուժերի արդիականացման նախնական ծրագիր ունեցել է Ռուսաստանի հետ՝ նպատակ ունենալով ձեռք բերել չորրորդ սերնդի Սու և MiG կործանիչներ, բայց ի վերջո նախապատվությունը տվել է պակիստանյան J-17-ին։ Ըստ երևույթին, այդ որոշումը կայացվել է Ալիև-Պեկին այցի և Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ոչ հրապարակային պայմանների քննարկման արդյունքում։ Չինաստանի կողմից Պակիստանի օդուժի արդիականացումը պայմանավորված է Հնդկաստանի հետ համակացություններով և Ասիա-Խաղաղօվկիանոսյան հիպերտարածաշրջանում մրցակցությամբ, ինչ դեր է վերապահում Ադրբեջանին, եթե Պեկինն ակնհայտորեն նպատակ է հետապնդում, որ Բաքուն արդիականացնի սպառազինությունները։ Մենք իհարկե Բաքվի յուրաքանչյուր քայլի արձագանքում ենք Հայաստանի դեմ նոր պատերազմի նախապատրաստության դիտանկյունից։ Ոչինչ բացառել պետք չէ, բայց մյուս կողմից Ադրբեջանը կարծես նախապատրաստվում է խոշոր, առնվազն տարածաշրջանային պատերազմի, որի ուղղակի կամ պրոքսի շահառուներից մեկը, երևում է, Չինաստանը կարող է լինել կամ թերևս Չինաստանն է ծրագրավորում։ Մամուլում տեղեկություն է հայտնել, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն 8 էջանոց վերլուծական տեղեկանք է ներկայացրել նախագահ Պուտինին, որի ընդհանուր եզրակացությունը մեկն է՝ Չինաստանը Հեռավոր Արևելքի և Սիբիրի նկատմամբ տարածքային ակնհայտ հավակնություններ ունի։